Գրեթե ամեն օր ինձ մոտ մարդիկ են գալիս ու ասում են նույնը։ Մենակ իմ մոտ է չէ այս խնդիրը, մենակ ես ունեմ տագնապներ, ես ամաչում եմ դրա համար, ինձ թույլ եմ զգում։ Ուզում եմ հիասթափացնեմ ձեզ, որ մարդկության 50%-ից ավել ունի տագնապներ կամ տագնապային որևէ խանգարում։ Հայաստանում 70%-ից ավել են։ Ամեն երկրորդը գրեթե ունի տագնապներ, ու դրա մեջ ամոթալի ոչինչ չկա։ Դա խնդիր է, որի հետ պետք է գործ ունենալ եւ լուծել։ Ու հաճախ եմ տեսնում, որ խմբերում գրում են ունեմ տագնապներ, ինչ անեմ, մարդիկ գրում են Աստվածաշունչ կարդա, աղոթի կամ նարեկ կարդա եւ կանցնի։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ այդքան հեշտ չի։ Կարող է աղոթքը թեթևացնի, թուլացնի, բայց խնդրի լուծում չի լինելու։ Քանի դեռ ձեր մտածողությունը չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու ձեր կյանքում։ Տագնապային խանգարում եթե ունեք, ձեզ օգնելու է երկու բան՝ հոգեթերապիա եւ դեղորայքային բուժում։ Այս երկուսն են հարցի լուծումը։ Այնտեղ օգնող բաներ կան՝ սպորտով զբաղվելը, շնչառական վարժությունները եւ։ Բայց այդ ամեն ինչը օգնող են, ոչ թե հարցի լուծում։ Աղոթքն է լավ է, բայց հարցի լուծում չի։ Քանի դեռ ձեր մտածողությունը չի փոխվել, բան չի փոխվելու ձեր կյանքում։ Ես ինքս ունեցել եմ տագնապներ, դրա համար եմ այսպես վստահ ասում ձեզ ինչը կարող է օգնել։ Հոգեթերապիա։ Եթե տագնապներ ունեք, լավ կլինի կոգնիտիվ վարքաբանական թերապևտի ընտրեք, որովհետև ամենապրակտիկ ուղղությունն է այս խնդիրների դեպքում։ Ու տագնապ ունենալը թուլության հետ կապ չունի։ Ոնց որ ասեք, ես թույլ եմ, որ ունեմ առողջական ինչ-որ խնդիր։ Դա թուլություն չի։ Թուլությունը գիտեք ինչի մեջ կլինի, որ դուք զոհի կերպարը բռնեք ու սաղ կյանք ասեք, ես ունեմ այս խնդիրը ու դրա հետ բան չանեք։ Այդ դա թուլություն է։